կենտրոնական բանկից, երբ որ տրամադրվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի գնալով նվազում է, բայց բանկերում տոկոսադրույքները որևէ կերպ չեն վերանայվում։ Ես այս հարցը եւ մեր հանձնաժողովը այս հարցը շատ անգամներ բարձրաձայնել է եւ ստացել ենք հետեւյալ պատասխանը, ռիսկերի մասին է խոսքը, բանկերը ռիսկեր են տեսնում։ Ես կխնդրեմ ձեր մեկնաբանությունը, ձեր վերլուծությունը եւ ձեր մոտեցումները առաջիկայում, որպես արդեն եթե ընտրվեք խորհրդի անդամ, այդ ուղղությամբ ինչ գործիքակազմ ունեք կամ ինչ քայլեր կձեռնարկեք, որպեսզի նաեւ մենք քաղաքացիներս բոլորս մեզ պարզ լինի, հասկանալի լինի, ինչու է կենտրոնական բանկից տոկոսադրույքը, վերաֆինանսավորման տոկոսադրույքը գնալով նվազում, բայց բանկերում տոկոսադրույքը դեռ 2021-22 թվականներ չեմ կարող ստույգ հիշել, բայց մեր բոլորի հիփոթեկային վարկերը լողացող 2%-ով բարձրացել են։ Ինչու առ այսօր այդ տոկոսադրույքները չի վերանայվում եւ չի նվազում, այսինքն երբ կա ռիսկ, բոլորս ընդունում ենք, մոտեցումը ընկալելի է եւ ընդունում ենք բարձրացմանը, որտեղ ստորագրել ենք այդ պայմանագիրը լողացող տոկոսադրույքով։ Բայց երբ որ արդեն անցնում են բոլոր այդ ռիսկերը եւ անցնում է բավականին երկար մի քանի տարի ինչ իջնում է, նվազում է տոկոսադրույքը վերաֆինանսավորման, որևէ մեկի տոկոսադրույքը որևէ փոփոխության չի ենթարկվել։ Ուզում եմ հասկանալ, որտեղ է այն ռիսկը, որը տեսնում է բանկը ռիսկը տեսավ բարձրացրեց, ռիսկը անցավ, դեռ չնվազեց, որտեղ է խնդիրը։ Շնորհակալություն, կարևոր հարց է, ինչպես արդեն նշեցի, այստեղ շատ էլի տարբեր գործոններ կան եւ ռիսկի հավելավճարը բնականաբար, որ մեզ մոտ բավականին բարձր է, այդ հարցերից մեկն է, պատճառներից մեկն է, շատ այլ պատճառներ եւս կան, մեր ֆինանսական համակարգը շարունակում է մնալ դոլարացման մակարդակը բարձր է էլի, չնայած շարունակաբար նվազում է, սակայն դա եւս տոկոսադրույքների, այսպես դրամով տոկոսադրույքների ոչ բավարար ճկունության պատճառներից մեկն է հանդիսանում։ Այստեղ կարևոր պատճառներից մեկն է ֆինանսական համակարգում մրցակցության ոչ բավարար մակարդակը, այսինքն օրինակ, եթե վերցնենք, ուրեմն ռեպո գործառնությունների շուկան, այստեղ այս շուկայում կան մի քանի հիմնական խաղացողներ, որոնք իրենց պայմաններն են թելադրում մյուս բոլորին, եւ այդ պայմանների թելադրել նշանակում է, որ դու ուրեմն իրացվելիություն ներգրավելու շատ մեծ հնարավորություն չունես, իրացվելիության համար պայքարելու, տոկոսադրույք նվազեցնելու շատ մեծ հնարավորություն չունես։ Մյուսը այստեղ ամենատարբեր ուրեմն գործիքներ կան նույն ռիսկայնության առումով, բանկը ինչպես է գնահատում հաճախորդի ռիսկայնություն։ Ֆորմալ եղանակներ կան ռիսկայնությունը գնահատելու, ֆորմալ տեղեկատվություն, բայց կա նաև ոչ ֆորմալ տեղեկատվություն, որի կամ ոչ ավանդական վիճակագրության աղբյուրներով հնարավոր է գնահատել, որը ուրեմն հաճախորդի, վարկառուի շատ ավելի այսպես ընդգրկուն գնահատման հնարավորություն է տալիս։ Իսկ այդ ընդգրկուն գնահատումը, որը ֆինտեխ գործիքների միջոցով է հնարավոր իրականացնել, դա տոկոսադրույքի նվազեցման կարևոր գործիք է հանդիսանում ամենատարբեր երկրներում ֆինտեխ ուրեմն գործիքների զարգացումը հնարավորություն է տվել նվազեցնել շուկայում առկա տոկոսադրույքները, որովհետև եթե ես դիմում եմ բանկին, բանկը ֆորմալ եղանակներով գնահատում է վարկունակությունը եւ ասում է, ասենք 16%-ով քեզ վարկ եմ տալիս, դիմում եք ֆինտեխին, ֆինտեխը ավելի ընդհանրական գնահատում է կատարում եւ ասում է, որ օրինակ քո ընթացիկ ռիսկային պրոֆիլը այնպեսին է, որ քեզ կարելի է նաեւ ասենք 11-12%-ով տալ։ Եթե իրենք այս գործիքներ ունենան, եթե երկրում այս գործիքներ կլինի, սա խթանում է մրցակցությունը ֆինտեխ եւ բանկային այսպես հատվածների միջև, ինչը բանկերին ստիպում է հավելյալ պայքարել, ավելի ցածր իրացվելիություն ձեռք բերելու եւ տոկոսադրույքները նվազեցնելու համար։ Հիմա բանկերը շահագրգռված չեն կարելի ասել կամ մեծ շահագրգռվածություն չունեն պայքարել էժան ռեսուրսներ ներգրավելու համար։ Ինչու՞։ Եթե մրցակցությունը սահմանափակ է, ես կարող եմ ասենք 8%-ով 9 կամ 10%-ով ավանդ ներգրավել, ավելացնել տոկոսադրույք եւ վարկ տալ։
ներքևից այդ ռիսկը նվազեցնելու կամ տոկոսադրույք նվազեցնելու շահագրգռվածություն չունեմ։ Ունեմ այստեղ շատ այլ պատճառներ եւս կան, որոնք որ ամբողջական համակարգ են ձևավորում վստահությունը։ Մենք խոսում ենք ֆինանսական համակարգի նկատմամբ վստահության մասին, բայց որ վստահությունը որոշակիորեն բարելավել է, այնուհանդերձ կա որոշակի իներցիոն մտածողություն եւ այդ իներցիոն մտածողությունը շուկայի մասնակիցներին հնարավորություն չի տալիս ուրեմն ավելի ճկուն վարքագիծ ցուցաբերել ու այն ինչ որ ես նշեցի, հիմա պատկերացրեք 2.5-3%-ով բանկը արտարժույթով ռեսուրս է ներգրավում, բայց ուրեմն 10%-ով կամ 9 կամ 11%-ով արտարժութային վարկ է տալիս բիզնեսին։ Եվ այստեղ ուրեմն էլի արձանագրենք, որ բիզնեսին տրվող վարկերի մեջ արտարժութային վարկերը, ի տարբերություն սպառողական իպոթեկային վարկերի, դրանք մեծ մասնաբաժին են։ Այո, ի տարբերություն սրանց բիզնեսում վարկավորում հիմնականում արտարժույթով է, այսինքն այս բոլորը խնդիրների համախմբություն է, որոնք որ հանգեցնում են նրան, որ այդ մեխանիզմը իրականում ինչ մեխանիզմով է տոկոսադրույքը կենտրոնական բանկի քաղաքականության ազդում շուկայի տոկոսադրույքի վրա։ Այստեղ ուրեմն այդ տոկոսադրույքի փոխանցման մեխանիզմն է, մեկը տոկոսային կանալն է, այսպես ասած, մյուսը փոխարժեքի կանալն է եւ հաջորդը այսպես սպասումների կանալն է, այսինքն մարդիկ, եթե կենտրոնական բանկը փոխեց իր տոկոսադրույքը, մարդկանց սպասումների ձևավորման վրա էական անդրադարձ ունեցավ, թե չէ, այստեղ մենք եւս խնդիրներ ունենք։